Բացառիկ եթեր, այսօր իմ տաղավարի հյուրը մայստրո Ռուբեն Մաթևոսյանն է։ Ամբողջ գիշերը չէի կարողանում քնել եւ մենակ խոնարհվում էի։ Դա իմ առաջի ելույթն էր։ Այդպես էլ Ռուբեն Մաթևոսյանը չտեսավ իր հայրիկին։ Ես ծնվեցի հորս զոհվելուց 2 ամիս հետո։ Նա ձգտում էր դառնալ երաժիշտ կամ երգիչ, բայց նա չուներ որևէ երաժշտական գործիք։ Ես երաժշտական դպրոցը ավարտել եմ գործիք չունենալով։ Ռուբեն Մաթևոսյանը եւ Արաքսիա Գյուլզադյանը ազգականներ են։ Օ, բարեկամը տոբա, ասի Արաքսի Գյուլզա, դե շտապ է թերախոսը տուր իրան։ 1 ժամում 20 կլինիկական մահ եւ սրտի լուրջ խնդիր։ Ինքը ասեց 20 կլինիկական մահ։ Կինս էլ ինչ չէր ասում։ Ինչու նա բժիշկներից ընդամենը 2 տարվա կյանք խնդրեց։ Ինձ 2 տարի կյանք տվեք, որ ես կարողանամ նոր եմ թոռ ունեցել, գոնե հասկանամ դա ինչ է նշանակում։ Ով է Ռուբեն Մաթևոսյանի անակնկալ հյուրը։ Վայ, Ռուսլան ես դա։ Այո, հենց հիմա միանում եմ մեր զրույցին։ Ռուսլան ջան, համեցեք։ Շնորհակալ ենք։ Ռուբեն Մաթևոսյանի կյանքի պահապան հրեշտակը եղել ու մնում է իր սիրելի մայրիկը։ Ամենաթանկը ինձ համար մայրս փոքրիկ երգն է։ Այս եթերն առանց արցունքների հնարավոր չէ դիտել։ Խեղտամահ է արել 4.5 տարեկան ավագ եղբորս եւ ծնողներից դժբախտացրել։ Եվ վերջում ով է մայստրոյի նամակի հեղինակը։ Ուզում եմ, որ երբեք չհիվանդանաք ու շատ երկար ապրեք։ Հանկարծ արյան մի կաթիլ ընկավ սիրտը եւ սիրտը սկսեց աշխատել, ուրեմն վերևը Աստված կար։ Խոստովանություն, ուրբաթ օրը, 22:30-ին